Բարի եւ օրհնյալ առավոտ սիրելի հարազատներս, Հիսուս Քրիստոսի սուրբ ու զորավոր, ամենակարող անունով օրհնում եմ բոլորիս։ Թող Տիրոջ անունը մեր սրտերում անգնահատելի լինի, այնպիսի խոր հարգանք, ակնածանք առաջացնի, որ մենք իրապես սիրահարվենք Հիսուսին, վազենք դեպի նա և չթաքնվենք Հիսուսից, այլ գանք Հիսուսի առաջ, խոստովանելու մեր մեղքերը, առանց ամաչելու, իմանալով, որ նա ամեն բան գիտի և ոչ միայն մեր մեղքերն է իր վրա վերցրել, այլ նաև մեր ամոթը։ Երկրորդ Տիմոթեոսի 3-րդ նամակի 1-5 խոսքերում Պողոս առաքյալը ասում է այն ժամանակվա քրիստոնյաներին ու նաև մեզ. Իմացիր սա, վերջին օրերին չար ժամանակներ կգան, որովհետև մարդիկ կլինեն եսասեր, արծաթասեր, ամբարտավան, հպարտ, հայհոյող, ծնողներին անհնազանդ, ապերախտ, անմաքուր, անգութ, անհաշտ, բանսարկու, անժուժկալ, դաժան, անբարեսեր, մատնիչ, հանդուգն, մեծամիտ, ավելի հաճոյասեր, քան աստվածասեր։ Անժուժկալ նշանակում է կամքի ուժ չունեցող։ Նրանք արտաքուստ աստվածապաշտ են, բայց աստվածապաշտության զորությունը ուրացել են, նրանցից խուսափիր։ Հայր Աստված, Հիսուս Քրիստոսի անունով գալիս եմ ողորմությանդ գահի առաջ, Տեր, և բերում եմ ինձ, իմ ընտանիքի բոլոր անդամներին, իմ արյունակցական և ամուսնուս արյունակցական գծի բոլոր մարդկանց, ինձ լսողներին, նրանց ընտանիքի անդամներին, իմ հայ ժողովրդին, և աղոթում եմ, Տեր, որ մեր վրայից, մեր բանականությունից, մեր լոգիկայից հանես ամեն չար ֆիլտրեր, որ մեզ վրա դրվել են, եդեմական անկման ու մեղքի պատճառով, պատռես ու հեռացնես այն քողերը, որ կուրացրել են մեր հոգևոր աչքերը ու քարացրել են մեր միտքը ու մեր սիրտը դարձրել կարծրացած, և այդ քողերը չարի կողմից է մեզ վրա դրված, Տեր, և թույլ չեն տալիս, որ մենք ընդունենք Քրիստոսի լույսը, ընդունենք քո ճշմարտությունը, խորությամբ, լրջությամբ վերաբերվենք, որ գանք ապաշխարության, որ չմտածենք, որ դա ուրիշին է վերաբերում, ոչ թե մեզ, որ թույլ չեն տալիս, որ ընդունենք, որ Աստվածաշունչը մեզ է նաև վերաբերում, այլ Աստվածաշնչին վերաբերվում ենք որպես մի ձանձրալի, անհասկանալի, անցյալի գիրք ու կարդում ենք ու կարծում ենք, որ այն բոլորին գուցե վերաբերում է, բայց ոչ մեզ, քանզի մենք չենք համարում մեզ մեղավոր, քանզի մենք չենք հասկանում, որ ինքներս փրկիչի կարիք ունենք, որ ինքներս կործանման ճանապարհին ենք։ Տեր ողորմի և քանդիր այս ֆիլտրերը, վերացրու լույսդ գողացող ու արգելող պահակներին, որ գործում են մեր կյանքում, մեր իսկ բանականության միջոցով։ Տեր մեզանից հեռացրու գոռոզության նետերը, որ վերևից չնայենք ուրիշներին, մյուս ազգերին, չընկնենք համեմատության խորը փոսը ու ավելի կուրանանք, ավելի քարանանք, ավելի խավարի մեջ ընկղմվենք, ավելի չարի գերին դառնանք։ Տեր ճեղքում բեր, որ հասկանանք, որ այս խոսքերը մեզանից յուրաքանչյուրիս են նկարագրում և ոչ թե մեկ այլ ուրիշի, ու թող մեր սիրտը, մեր սրտերը Աստծո երկյուղ մտնի, միախառնված քո սիրո հետ ու տանի մեզ ապաշխարության։ Հիսուսի անունով աղոթեցի։ Ես ներում եմ, խնդրում ես մի քիչ աղմկի համար, հարևանի տանը այգում գործ են անում, 1000 ներողություն։ Իսկ հիմա անդրադառնանք ել գրքին, մեկնությանը և նոր հատվածի ընթերցանությանը, գլուխ 5-րդում ենք։ Փարավոնի մոտից դուրս գալով Իսրայելի առաջնորդները հանդիպեցին Մովսեսին և Ահարոնին, որոնք կանգնած սպասում էին իրենց, և ասացին Մովսեսին ու Ահարոնին. թող Տերը նայի ու դատի ձեզ, դուք մեր հոտը, այսինքն մեր ժողովրդին, գարշելի դարձրիք փարավոնի ու նրա ծառաների առաջ,
մեզ սպանելու համար սուր տալով նրանց ձեռքը։ Մովսեսը վերադարձավ Տիրոջ մոտ եւ ասաց. «Ով Տեր, ինչու չարիքի մեջ գցեցիր այս ժողովրդին եւ ինչու ուղարկեցիր ինձ։ Այն ժամանակից, որ եկել եմ Փարավոնի մոտ քո անունով խոսելու, նա չարիք է հասցնում այս ժողովրդին եւ դու էլ չփրկեցիր քո ժողովրդին»։ Հայր, շնորհակալ եմ Տեր քո խոսքի համար, թող այս մեկնաբանությունը լինի Սուրբ Հոգու զորությամբ, թող մարդկային իմաստության խոսքերը չհասնեն, այլ Սուրբ Հոգու բացատրությունը, եւ իմ շրջապատում գտնվող աղմուկը չկարողանա խանգարել ու շեղել որևէ ուշադրություն մեկի Տեր, Հիսուսի անունով աղոթեցի։ Հիմա էլ Իսրայելի որդիների վերակացուները, որ իրենք էլ իսրայելացի էին, տեսան, որ Փարավոնի հետ խոսելուց բան դուրս չեկավ, հիմա էլ Մովսեսին են բողոքում, մեղադրելով Մովսեսին իրենց տառապանքի համար։ Փարավոնի մոտից դուրս գալով նրանք հանդիպեցին Մովսեսին եւ Ահարոնին, որոնք կանգնած սպասում էին իրենց։ Իսրայելի որդիների առաջնորդները դժգոհ էին, երբ դուրս եկան Փարավոնի մոտից, որտեղ Փարավոնը նրանց արհամարել էր, նրանց ասել էր դուք ծույլ եք, հեռացեք այստեղից, եւ նրանք կարծում էին, որ ամեն ինչ Մովսեսի եւ Ահարոնի մեղքն էր, եւ հետեւաբար Մովսեսի եւ Ահարոնի մեղքը լինելով նաեւ Աստծո մեղքն էր, որտեղ Աստված էր Մովսեսին ու Ահարոնին ուղարկել։ Եվ ասացին նրանց. «Թող Տերը նայի ու դատի ձեզ»։ Իսրայելի ավակները վստահ էին, որ Աստված իրենց կողմից է, եւ Իսրայելի անմիջական վատթարացումն էլ Տիրոջից չէր իրենց կարծիքով, այլ Մովսեսի ու Ահարոնի մեղքն էր։ Բայց չէին հասկանում, որ մեղադրելով Մովսեսին ու Ահարոնին իրականում մեղադրում էին Աստծուն։ Երբ մենք մեղադրում ենք մեր ղեկավարներին, մեր կառավարությանը, ասելով, որ ամեն բան նրանց մեղքն է, որ իրավիճակը մեր երկրում կամ մեր կյանքերում վատ է, հիշենք, որ նրանք կարգված են Աստծո կողմից եւ հնարավոր է նրանք ուղարկված են Աստծո առաջադրանքները կատարելու եւ ինչպես ասացինք, ազատագրումը, երեք այդ մասին խոսեցինք, վերականգնումը միանգամից ու հեշտությամբ չի լինում եւ իրավիճակը վատթարանում է մինչեւ լավանալը։ Եվ ավելի կարևորը այն է, որ երբ տրտնջում, մեղադրում ու բողոքում ենք, այդպես մեղադրելով առաջնորդներին, մենք տրտնջում, մեղադրում ենք Աստծուն, որովհետև վերջին հաշվով նա է նրանց կարգել եւ ուղարկել։ Այսպես էլ հաստատ Մովսեսի ու Ահարոնի դեպքում էր տեղի ունենում։ Նրանք ասացին Մովսեսին եւ Ահարոնին. «Դուք մեր հոտը, այսինքն Իսրայելի ժողովրդին, գարշելի դարձրիք Փարավոնի ու նրա ծառաների առաջ, մեզ սպանելու համար սուր տալով նրանց ձեռքը»։ Նրանք կարծում էին, որ այս ամենը Մովսեսի մեղքն էր, Մովսեսի սխալ արարքի հետևանքը։ Երբ Իսրայելը Փարավոնի հնազանդ ստրուկն էր, նրանք կարծում էին, որ Փարավոնը իրենց ընկերն էր։ Այժմ, երբ ազատության գաղափարը մտել էր, Փարավոնը ցույց տվեց իր իսկական կերպարը, իր իրական սրտի դիրքը Իսրայելի հանդեպ, եւ թե իսկապես ինչ կարծիք ուներ իրենց մասին, եւ թե իրականում ինչ էր զգում նրանց նկատմամբ հենց սկզբից էլ։ Նա մտածում էր, որ նրանք ծույլ են, անբան են եւ այլն։ Սա ընկերոջ մոտեցում է, սա քեզ սիրող մեկի մոտեցում է։ Այդպես էլ Սատանան երբեմն մեզ համար բարեկամ ու ընկեր է թվում, երբ մենք ընդունում ենք նրա տիրությունը մեր վրա, երբ մենք լուռ ու մունջ հնազանդվում ենք նրան, բայց երբ մենք ընդունում ենք Հիսուսին եւ սկսում ենք իսկապես ազատ լինել Հիսուսի մեջ, մենք ավելի պարզ ենք տեսնում Սատանայի իրական դեմքը ու նրա իրական վերաբերմունքը մեր հանդեպ ու հասկանում ենք, որ նա մեր ընկերը չի, այլ մեզ ստրկացնողը, որ նա ոչ թե մեզ սիրում է, այլ ատում է մեզ ու ցանկանում է, որ իր գերին մնանք, մինչև իրեն հարմար լինի մեզնից ազատվել։
Ելք գրքի 4-րդ գլխի 31-ում կարդացինք հետևյալը նախկին դասերում. Ժողովուրդը հավատաց, երբ լսեց, որ Տերը այցելել է Իսրայելի որդիներին եւ տեսել նրանց նեղությունները, նրանք խոնարհվեցին եւ երկրպագեցին Տիրոջը։ Բայց հենց Փարավոնը իրավիճակը ավելի վատթարացրեց Իսրայելի ժողովրդի համար, նրանք մեր պես արագ մոռացան թե Աստծուն, թե որ խոնարհվել էին Աստծու առաջ, թե երկրպագել էին Աստծուն, մոռացան հավատքը, մոռացան Աստծուց շնորհակալություն, որ հայտնել էին եւ ուրախանալը։ Մենք արագ մի կողմ ենք նետում հավատքը, մի կողմ ենք նետում Աստծուն, երբ գալիս են դժվարությունները, հալածանքը, ու սկսում ենք մեղադրել Աստծուն եւ Աստծո մարդկանց, փոխանակ հավատարիմ մնանք Աստծուն եւ հաստատուն հավատքի մեջ։ Իրականում Աստված թույլ տվեց այս ամենը։ Ու ոչ միայն Աստված թույլ տվեց, այլ կարելի է ասել, որ Աստված նախատեսել էր այդ ամենը, որ այդպես էր լինելու։ Տեսականորեն Աստված կարող էր ազատել Իսրայելին Եգիպտոսից մի անգամից, ազատել այնպես, որ կարիք չլիներ, որ Իսրայելի ժողովուրդը ինքը պայքարելու կարիք ունենար։ Կարող էր ազատել այնպես, որ Մովսեսի ու Ահարոնի կարիքը ընդհանրապես չլիներ։ Սակայն Աստված գիտեր, որ դա լավ կամ լավագույնը չէր նրանց համար։ Աստված գիտեր, որ բացարձակապես անհրաժեշտ էր, որ Իսրայելի ժողովուրդը պայքարել սովորեր, քանզի ստրուկներից նրանք պիտի դառնային ազատ մարդիկ, ազգ, ժողովուրդ, հետո պիտի գնային ու գրավեին խոստացված երկիրը, Քանանը, իսկ այս ամենը պայքարելու, հաստատուն մնալու, հավատալու մեծ կարողություն էր պահանջում եւ ազատ մարդու մոտեցում, մարդու, որ ինքն իրեն կարող է հարգել, հիշելով, որ նա Աստծուն է պատկանում։ Աստված գիտեր, թե որքան երկար էր այս ամենը նաև տևելու եւ ինչ փորձություններ էր սպասվում Իսրայելին, ու նրանք չէին կարողանա դիմանալ, եթե պայքարողներ չդառնային, եթե մնային ստրկամիտ ու ազատության համար պայքարից վախեցողներ լինեին, եթե թշնամուն իրենց ընկեր համարողներ մնային։ Ուրեմն հետադարձ հայացքով հասկանում ենք, որ այս ամենը Աստծո կամքն էր ու Իսրայելի բարիքի համար էր, չնայած այդպես չէր թվում, ու նրանք տառապում էին։ Հիմա էլ, քանզի ժողովուրդը ամեն բանում Մովսեսին էր մեղադրում ու տրտնջում նրանից, Մովսեսն է հիմա գալիս Աստծու մոտ ու բողոքում Աստծուն այս խնդիրների համար։ Մովսեսը վերադարձավ Տիրոջ մոտ եւ ասաց. «Ով Տեր, ինչու չարիքի մեջ գցեցիր այս ժողովրդին եւ ինչու ուղարկեցիր ինձ։ Ով Տեր, ինչու չարիքի մեջ գցեցիր այս ժողովրդին»։ Սա լավ հարց էր եւ Մովսեսը լավ արեց, որ այդքան համարձակորեն իր սրտի եղածը անկեղծորեն, բայց խոր հարգանքով բերեց Աստծո առաջ եւ խոսեց Աստծո հետ։ Սակայն Մովսեսը այդ ամեն դժվարության ու բողոքների ու մեղադրանքների մեջ արդեն մոռացել էր, թե ինչ ասաց Աստված նրան այրվող թփի մոտ, որ Փարավոնը հեշտությամբ չէր բաց թողնելու Իսրայելին։ Աստված ամենայն ճշմարտությամբ ասել էր Մովսեսին ինչպես է լինելու։ Այո, Մովսեսը ճիշտ արեց, որ իր սիրտը բացեց Աստծո առաջ։ Մեկնաբաններն ասում են, երջանիկ է այն մարդը, ով երբեք չի կարողանում հասկանալ, ով երբ չի կարողանում հասկանալ աստվածային գործերը եւ իրոք կասկածում է դրան, դեռ բավականաչափ հավատ ունի Աստծո հանդեպ, որ գա Աստծո առաջ ու ազնվորեն Աստծո առաջ բերի իր բոլոր կասկածները, իր վախերը ու անհանգստությունները։ Նրանք, ովքեր Աստծո առաջնորդությամբ գործ են ունենում մարդկանց հետ, իրավունք ունեն ասելու նրանց. այսպես է ասում Եհովան, բայց նրանք նույնպես իրավունք ունեն վերադառնալու Եհովայի մոտ եւ Եհովա Աստծո առաջ բերելու իրենց ու մարդկանց բոլոր դժվարությունները եւ Աստծուն առանց թաքցնելու ասելու իրենց կասկածներն ու վախերը։ Մովսեսը սխալվեց, որովհետեւ մոռացավ Աստծո ասածը։ Տերն ասել էր Մովսեսին Ելք գրքի 3-19-ից 20-ում դա կարդացինք.
Ես գիտեմ, որ Եգիպտոսի թագավորը թույլ չի տա ձեզ, որ գնաք, եթե մի հզոր ձեռք չստիպի նրան։ Ես կերկարեմ իմ ձեռքը և կհարվածեմ Եգիպտոսին իմ բոլոր հրաշքներով, որ պիտի գործեմ նրա մեջ։ Դրանից հետո ձեզ թույլ կտա գնալ։ Եթե Աստված Մովսեսին հարցին ավելի ընդարձակ պատասխան տար, ապա այն կարող էր մոտավորապես այսպես հնչել. Մովսես, ես խնդիրներ ու տառապանք ու իրավիճակի վատթարացում ու սրեցում թույլ տվեցի, որովհետև ես հետաքրքրված եմ ոչ միայն Իսրայելին ստրկությունից ազատելով, այլ ես ուզում եմ նրանց ստրկական ժողովրդից վերածել իմ խոստացված երկրին պիտանի ժողովուրդ և ազգ։ Սա արագ կամ հեշտությամբ տեղի չի ունենում, և այն ներառում է իմ հանդեպ վստահության և ինձ հանձնվելու ու հնազանդվելու բազմակի իրավիճակներ ու փորձություններ։ Վստահեք ինձ այս դժվարությունների մեջ, և ես դրանք կօգտագործեմ Իսրայելի բարօրության և իմ փառքի համար, և Մովսես ջան, դու էլ լավ կանես, որ հիշես, թե ես քեզ ինչ ասեցի մինչև ուղարկելը։ Մնա հանգիստ, մնա խաղաղ և արա այն, ինչ քեզ ասում եմ։ Մովսեսը Աստծուն նաև հարցնում է. Ինչու ուղարկեցիր ինձ։ Փորձության այս նոր շրջանում Մովսեսի հին, բայց նույն վախերը գլուխ են բարձրացնում ու հարվածում են Մովսեսի հաստատակամությանը և Մովսեսի հավատին։ Կարծես նա ասում է Աստծուն. ես այն ճիշտ մարդը չեմ, որին դու պիտի այստեղ ուղարկեիր։ Որտեղ ես դու Տեր Աստված այս իրավիճակում։ Ես մենակ եմ բոլորի դեմ կարծես։ Փարավոնը և եգիպտացիները չափազանց ուժեղ են ինձ համար։ Ժողովուրդն էլ ինձ չի լսում, ինձ են մեղավոր հանում այս ամենում։ Մովսեսից դեռ պետք է վերացվեր անհավատությունը և Աստծո վրա կենտրոնանալու պակասը։ Իսկ որքան հաճախ ենք մենք Մովսեսի պես վարվում։ Կենտրոնանում ենք ոչ թե Աստծո վրա, այլ մեր թուլությունների, մեր դեմ բարձրացված մեղադրանքների իրավիճակի վրա։ Նույնն էլ մենք ենք անում։ Ու հիմա հաջորդ խոսքերը, որ պիտի փոխանցեմ մեկնաբաններից, շատ մեծ հոգևոր խորություն ունեն, և Սուրբ Հոգի Աստված, խնդրում եմ, որ օգնես, որ հասկանալի, հասանելի կերպով բացատրեմ, ու բացի ականջներն ու սրտները լսողների, արձակի հասկացողության կապանքները, որ սա հայտնություն դառնա իրենց համար ու դաջվի սրտերում ու մտքերում մեր։ Սիրելիներս, Մովսեսի հոգին տառապում էր, և այս հոգու տառապանքը, որի միջով անցնում էր Մովսեսը, մահվան պես մի բան էր։ Եվ ի՞նչն էր մեռնում Մովսեսի մեջ։ Մովսեսի մեջ մեռնում էր իր ինքնամեծարանքը, ինքնագնահատականը, ինքնահամարումը, այն ամեն մեծ ու վեհ ամրոց, որ սարքվել էր իր մտքում ու իր սրտում իր մասին, որ իր սրտում ու մտքում հպարտացել էր այն հրաշքներով, որ կարողացավ անել Աստծո զորությամբ ու թույլտվությամբ, ու բառերով չէր հպարտացել, բայց դա գալիս է մեր մեջ, որ հպարտացել ու փքվել էր այն ոգևորությունից, որ այս անգամ տեսել էր ժողովրդի մեջ, որ իր գալուց ու նրանց հետ խոսելուց հետո ժողովուրդը երկրպագել էր Աստծուն, որ սկսել էր մտածել, որ ինքը ժողովրդի սիրած առաջնորդ էր, որ ինքը ընտրված էր Աստծո կողմից, որ ինքը նրանց փրկիչն էր։ Մենք գուցե չենք հասկանում և չենք տեսնում գոռոզության, մեծամտության այս նետերը, որ գալիս են, բայց դրանք գալիս են և խրվում են մեր սրտի ու մեր հոգու մեջ։ Եվ այս ամենը բերում է մեզ գոռոզության, հպարտության։ Սկսում ենք մտածել, թե մենք մեզանից ինչ-որ բան ենք ներկայացնում և ինչ-որ բան կարող ենք անել մեր կին փրկելու համար։ Եվ սատանան այս ամենը օգտագործում է մեր դեմ, ու այս ամենը մեր մեջ պիտի մեռնի, որ մենք իրապես Աստծո ձեռքում օգտագործվելիք սուրբ անոթ դառնանք և հաջողենք, պտղաբեր լինենք։ Եվ հիմա սա էր տեղի ունենում Մովսեսի հետ, երբ մենակ, մեղադրված, երեսնիվայր ընկած էր Աստծո առաջ և ցանկանում էր փախնել Եգիպտոսից նորից ու հետ գնալ Մադիան, ու մտածում էր, որ ինքը անօգտակար է, անպետք է թե ժողովրդի, թե Աստծո համար։
այս ժամանակ Մովսեսի հետ տեղի էր ունենում այն, ինչ Հիսուսն է նկարագրում Հովհաննես 12:24-ում, որ պետք է տեղի ունենա ամեն հավատացյալի մեջ։ Հիսուսն ասաց. ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, եթե ցորենի հատիկը հողի մեջ ընկնի ու չմեռնի, միայն հատիկն ինքը կմնա, իսկ եթե մեռնի, շատ արդյունք կտա։ Իսկ ինչ է սա նշանակում։ Այսինքն այնպես ինչպես Հիսուսը պիտի մահանար, թաղվեր ու հարություն առներ, որ միլիարդավորների փրկությունը հնարավոր լիներ, այնպես էլ ամեն հավատքի մարդ, ամեն քրիստոնյա պետք է մեռնի ինքն իր համար։ Ոչ թե ֆիզիկական մահով, այլ իր էգոն, իր եսասիրությունը, իր կարծիքը, իր ցանկությունները, որը աստվածաշնչային ինքնազոհաբերությունն է, եւ ամբողջովին հանձնվի Աստծո կամքին, Աստծո մտածելակերպին, որպեսի դառնա բեղմնավոր, պտղաբեր, հաղթանակած մարդ։ Ինչպես Հիսուսն ասեց, եթե մի հատիկ ցորենը չընկնի հողի մեջ, չմեռնի, նոր ցորեն չի ծլի։ Հողի մեջինը պիտի մեռնի, այսինքն մենք մեզ համար պիտի մեռնենք, որպեսի մեզանով ում քարոզում ենք կյանք կա։ Եվ այստեղ Մովսեսը մեռնում էր ինքն իր համար, հանձնվում էր Աստծուն ամբողջությամբ, եւ դրա համար լինելու էր պտղաբեր ու հաղթանակած, որը չի նշանակում էլ հալածանք, մեղադրանք, պայքար, պատերազմ չէր լինելու, այլ նշանակում է, որ անցնելու էր դրանցով Աստծո հետ միասին, Աստծո զորությամբ, հավատալով ու վստահելով Աստծուն եւ ոչ թե իր հասկացողությանը, եւ հաղթող էր դուրս գալու։ Մովսեսը հավանաբար կարծում էր, որ իր մահը ավարտվել է Մադիամում 40 տարի ոչխարներ հովվելուց հետո, բայց այդպես չէր, այդպես երբեք չի լինի ու չի լինում։ Աստված շարունակում է օգտագործել մեր կյանքի դժվարությունները, տառապանքները, հալածանքները, հոգսերը, որպեսզի սովորեցնի մեզ վստահել իրեն ամեն վայրկյան, ամեն օր, ամեն իրավիճակում, մինչ այն օրը, երբ մենք կգնանք իր մոտ, իր հետ միավորվելու։ Այսինքն ամեն դժվարության մեջ, երբ մենք վստահում ենք Աստծուն, հավատում ենք Աստծուն, մեր եսն է մեռնում, մեր հասկացողությունն է մեռնում։ Ինքներս մեզ համար մահանալը մի անգամվա բան չէ, ինչպես որ ապաշխարությունը մի անգամվա չէ, այլ պետք է լինի շարունակական։ Այն ժամանակից, որ եկել եմ փարավոնի մոտ քո անունով խոսելու, նա չարիք է հասցնում այս ժողովրդին, եւ դու էլ չփրկեցիր քո ժողովրդին, եւ դու էլ չփրկեցիր քո ժողովրդին։ Շատ կարճ ճանապարհ է ինքնախղճահարումից Աստծուն մեղադրելուն։ Սկզբից ընկնում ենք ինքնախղճահարման մեջ, հետո անցնում ենք Աստծուն մեղադրելուն։ Ու տեսնում ենք, որ չնայած Աստված նախազգուշացրել էր Մովսեսին, որ ժողովրդի ազատագրումը հեշտ ու հանգիստ չէր լինելու, Մովսեսը իր մեջ կրում էր այն կեղծ հույսը, որ ամեն ինչ բավականին հեշտ էր ստացվելու։ Ինքն իր կեղծ հույսով իրան հուսախաբ էր արել, բայց Աստծուն էր մեղադրում։ Եվ քանի որ հուսախաբ է եղել, հիմա էլ Աստծուն է մեղադրում։ Այնուամենայնիվ Աստծո ազատագրումը իրական էր եւ շուտով երևալու էր Իսրայելի համար։ Իսրայելի ժողովուրդը, Մովսեսը սկսում էին հասկանալ, որ երբեմն դժվար ու տառապալից է լինել Աստծո կամքի մեջ, հնազանդվել Աստծո կամքին, ցավոտ է դա, բայց նրանք տեսնելու էին ու հասկանալու էին, որ ավելի վատ է լինել Աստծո կամքին հակառակ։ Այսքանը այսօր։ Աստված օրհնի, պահի ու պահպանի, Տիրոջ արյան ծածկոցնեմ կանչում յուրաքանչյուրիս վրա եւ թող Տիրոջ արյունը գործի մեր մեջ եւ բացի մեր աչքերը, որպեսզի մենք դարձի գանք, որպեսզի չմնանք մեր կարծիքին, Աստծո կարծիքին հակառակ կործանման ճանապարհին եւ հետո էլ Աստծուն մեղադրենք։ Ամեն